Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Մայր հայրենիքին մեջ ենք, բայց Արցախը մեր ետևեն կգանչե։ Արարատը սահմաններեն անտին։ Արցախի պատմական իրավասության եւ Ադրբեջանի հարցագողականության համառոտ ակնարկ Աշոտ Հարությունյան։ Ախտամարի Սուրբ Խաչ եկեղեցու փրկության օրը 1951 թվականի հունիս 25-ը։ Թալիաթ Փաշայի ստվերին տակ ցխականություն խաղալը։ Կոմիտաս համույթը արժանացած է Բարո Ասկերու Ձիաձան փառատոնի գլխավոր մրցանակին։ Աջակցինք Արևմտյան Հայաստանի պետական հեռուստատեսության։ Միացեք մեր վետերաններուն։ Նատաշա Բողոսյան գքրե։ Ինչու դարձանք փախստական։ Զոհ տվինք, զրկվեցանք Արցախեն եւ Գաբի միջոցներեն։ 9 ամսյա սովեն հետո շրջապակված Արցախին վրա գրակ տապեցին անխնա, աղոտներն ու հույսը չփավարարեցին։ Մայր հայրենիքը մեզ թիմավորեց օժանդակություններով, սակայն գոդրված սիրտերուն համար ոչինչ կրնար սպեղանի ելլալ։ Ամիսներ շարունակ հերթերու մեջ կանգնեցանք փախստականի վկայական ստանալու համար։ Հետո դժվարություններ, որոնք կփորձենք հաղթահարել։ Այսօր այստեղ ենք, բայց Արցախը կգանչե բոր նման, որ խաղի ընթացքին ինգած է։ Փախստական ենք մենք, երբ Արցախը քերության մեջ է, իսկ մեր սիրտը այնտեղ։ Հբարդ եւ հավերժ Արարատ լերը Մասիսը կբարձրանա Հայաստանի սահմաններեն դուրս, բայց անկակտելի օրեն կփնագի յուրաքանչյուր հայու սրդին մեջ։ Ծածկված սյունով եւ արասպելներով անբարձաբես լերմը չէ։ Արարատը հայ ինքնության, դոգունության եւ գարոդի խորհրդանիշ մնե։ Երևանի փողոցներեն երևացող անոր երկվորյա կակատները կնմանին լուր բահակներու, որոնք կհսկեն հայրենի հողը շշնչալով նոյան դաբանին, հնակույն թակավորություններու եւ ժամանակի փորձությունները հաղթահարած ժողովրդի պատմությունները։ Թեև այսօր քաղաքական սահմանները հերացուցած են Արարատը Հայաստանի պետական կարդեսեն, սակայն անգաբրի յուրաքանչյուր աղոթքի, յուրաքանչյուր երգի եւ յուրաքանչյուր հայու հոգին մեջ։ Արարատը սկացումն է, որ վեր է աշխարհակրութենեն։ Գապ մնե, որ կծված չէ կարդեսներուն, այլ ոգին մեջ։ Արցախը մեծ հայքի 15 նահանգներեն մեկն էր եւ հին թարերեն ի վեր բացառապես հայերենով բնագեցված տարածումը։ Ըստ Մագար Բարխուդարյանի Արցախը ուներ 24 գավառ, որոնց սահմանները գերգարեին Երասխեն մինչև Հագարի, Գուրեն մինչև Դիլիջան։ Հայկական եւ հույն հռոմեական աղբյուրները Արցախը կնկատեն Հայաստանի անբաժանելի մասը։ Ադրբեջանը 1918-ին ի վեր բռնազավթած է Արցախը օգտագործելով օդար ուժերու աջակցությունը։ Օսմանյան կայսրություն, բոլշևիկներ, բրիտանացիներ։ ԽՍՀՄ դարիներուն Արցախը անօրեն գերբով բահվեցավ որպես ինքնավար մարզ առանց միջազգային ջանցվածության։ Հանցագործությունները Շուշիի գոդորած, Սումգայիթի, Բաքվի, Կանցագի հայերու ցեղային զդում, Թուրքիո աջակցությամբ լայնածավալ բادرազմ Արցախի մեջ, Ստեփանագերդի ռմբակոծություն, բնակչության բռնի դեղահանում, բռնակրաված շրջաններ, Կարտման, Կողթ, Վարանդա, Դիզակ, Շահումյան եւ այլ պատմական գավառներ։ Ադրբեջանի գործողությունները կհագասեն հետեւյալ միջազգային փաստաթուղթերուն՝ ՄԱԳ-ի կանոնադրություն, ժողովուրդներու ինքնորոշման իրավունքի խախտում, Ժնևի համաձայնագրեր, խաղաղ բնակչության դեմ բռնություն։ Ցեղասպանության համաձայնագիր, Սումգայիթ, Բաքու, Շուշի, Մարդու իրավունքներու եվրոպական համաձայնագիր, սեփականության եւ կյանքի իրավունքի խախտում։ Միջազգային պահանջներն են՝ ջանչնալ Արցախի պատմական սահմանները 5 կարդեսներու հիմա վրա, դադարել Ադրբեջանի բոլոր ռազմական եւ մշակութային հանցագործությունները, գործադրել միջազգային խաղաղապահ մանդատ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար, ստեղծել միջազգային դատարան Ադրբեջանի ղեկավարության պատասխանատվության ենթարկման համար, վերադարձնել բռնազավթված բոլոր տարածքները Արցախի վերականգնման նպատակով։ Եզրակացություն. Արցախը տարածք չէ, այլ հայ ինքնության առանցք։ Ադրբեջանի շարունակական հարցագողապաշտությանց եւ միջազգային լրության պայմաններուն մեջ հայ ժողովուրդը կվերապահե իր բնական եւ իրավական իրավունքը ազատագրելու Արցախը։ 1951 թվականի հունիս 25-ը դարձավ մշակութային հիշողության հաղթանակի օր։ Այդ օրը կանխվեցավ Ախտամարի Սուրբ Խաչ եկեղեցու կանտումը։ Ծրագիրը, որ ի գադար պիտի բերվեր Թուրքիո իշխանություններուն կողմէ, ինչպես ժամանակին կանտված էին բազմաթիվ հայկական հուշարձաններ։ Այս վանդալիզմը կանգնեցուց քրող եւ լրագրող Յաշար Կեմալը։ Վան ուղևորված ժամանակ զինվոր բժիշկը կդեղեկացնե զինք ընթացող կանտման մասին եւ կխնդրե միջամտել։ Կեմալը վարանելով, բայց վճռագամորեն կգործե։ Գապվելով լրագրողներու եւ Ջմհուրիետ օրատերտին խմբակրին հետ հարցը կհասցնե գրթության նախարարին, որ անմիջապես կհրամայե թատրեցնել աշխատանքները։ Սուրբ Խաչը կփրկվի մնալով Գանքում որպես հայկական միջնատարյան ճարտարապետության նշանավոր նմուշ։ Հունիս 25-ը կհիշվի ոչ միայն իբրև մշակութային ժառանգության պահպանում, այլև խղճի եւ համարձակության խորհրդանիշ։ Հունիս 25-ը կմնա իբրև Ախտամարի փրկության եւ մշակույթի հաղթանակի օր։
Երբ Ալևի ծագումով երգչուհի Սաբահատ Ակիրազը Թալիաթ Փաշան հերոս կոչեց, այդ պահեն սկսյալ անոր ցայնը թատրեցավ ժողովրդին ցայնը ըլլալե։ Ան դարձավ pedagogan շեփոր պարապանելու համար մարդը, որ բադասխանադու էր ցեղասպանության ծրագրման եւ իրագործման համար։ Թալիաթի ստորագրությամբ հերակիրները Մորգենտաուի, Հոֆմանի եւ Լեպսիուսի վկայությունները հստակ կցուցադրեն, թե 1915-ին ծրագրված էր հայ ժողովրդի ֆիզիկական բնաճնճումը։ Անոր խոսքերը մենք կմաքրենք երգիրը ուղի խոստովանություն մնեին ցեղասպանության։ Այս բոլորեն յետք ովևէ մեկը, որ իրեն կգոչե Ցախագոմյան, ժողովրդական կամ ազատամիտ, չի գրնար արդարացնել այդ անունը։ Երբ Ակիրազը զինք հերոս կոչեց, ան մորցավ զոհերու ջիչը եւ ընտրեց պետության հբարդանքը։ Սա բարձ հայդարարություն մը չէր, սա հարցագում մներ հիշողության դեմ, եւ այսօր ինչ ալ որ երկվի այդ ցայնով, ան միշտ պիտի ուղեկցվի 1915-ի անապատի կամիով։ Ռուսաստանի մեջ արմավիր քաղաքեն Գոմիդաս ասկային համույթը արժանացած է բարող ասկերու ձիաձան խորակրով գազմագերբված խորեոգրաֆիկ գրգեսային արվեստի եւ ասկային բարերու միջազգային փառատոնի գլխավոր մրցանակին։ Բարոսույց Արմեն Ավակյանի ղեկավարությամբ ներկայացված են Եկեք բարենք Հայաստանի ձեռքները եւ Նոր Հայաստան բարային բեմադրությունները, որոնց յուրաքանչյուրը արժանացած է առաջին աստիճանի թափնեգիրի գոչումի։ Փառատոնի ավարտեն յետք համույթը ստացած է Grand Prix առաջին մրցանակ, ինչպես նաեւ բադվոքրեր եւ շնորհակալակրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը հավատարիմ մնալով իր սկզբունքներուն եւ հերոստատիդողներուն գշարունակե իր անխափան աշխատանքը նոր մոդեցումներով։ Մեր հերոստագայանը ինքնակովաստով չսպաղիր։ Անոր միջոցով գերարցակվին գլխավորապես Արևմտյան Հայաստանի պատմությունը, ներգային եւ աբակային վերապերող, քաղաքական եւ այլ փոխանցագությամբ, ինչպես նաեւ դարբեր խնդիրներ բարձրացնող լուրեր։ Արևմտյան Հայաստանի հերոստագայանը արձանագրած է իր կարևորագույն ձեռքբերումներն մեկը, թողարկելով Western Armenia շաբաթաթերթը, որն ուղղված է մեր պատմության, մշակույթի եւ ինքնության պահպանման եւ հանրահրճակման։ Մենք տապանցիկ եւ հասանելի կերպով կներկայացնենք նաեւ Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի, ղարաբարության, ազգային ժողովի եւ մյուս կառույցներու քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենագիտներ, ձեր աջակցությամբ մեր հերոստագայանի հնարավորությունները ալավելի կամրապնդվին։ Մենք ուժեղ ենք միասին։ Ձեր առաքելությունն է պաշտոնական արարողություններու ընթացքին բարձրացնել Ֆրանսիայի կամ Արևմտյան Հայաստանի դրոշը։ Հիշադակին պահապանները իրենց ներկայությամբ պաշտոնական եւ հիշադակի արարողություններուն, ուր մասնակցություն կունենան տարբեր գազագերբություններ, կպատվեն այն հայ զինվորները եւ գամավորները, որոնք 1916 թվականին սկսյալ մինչեւ մեր օրերը իրենց կյանքը վտանգի տակ դրած են պաշտպանելու համար ֆիզիկական սպառնալիքի ենթարկված քաղաքացիական բնակչությունը։ Ավելի մանրամասն դեղեցություններու համար կարելի է այցելել մեր պաշտոնական կայքեջ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։